1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Նախորդին իշխանությունները հերթական բավականին մասշտաբային PR ակցիան իրականացրեցին։ Պարզվեց, որ նոր մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի նկատմամբ, ազգային ժողովում պահանջում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զրկել անձեռնմխելիությունից, մի քանի օր առաջ էլ հայտնի էր դարձել, այնտեղս քարոզվում էր, որ Սերժ Սարգսյանի փեսան Միքայել Մինասյանը պարզվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բավականին մեծ ծավալի ակցիաներ ձեռք է բերել ընդամենը 50,000 դրամով եւ այլն։ Ինչու են սահմանում PR ակցիա, որտեղ արդեն ակնհայտ է, որ այս ամենը մեծ հաշվով արդարադատության հետ որևէ կապ չունի։ Ի վերջո արդարադատության հիմնական սկզբունքն այն է, որ օրենքի առջև բոլորը հավասար են։ Եթե օրենքի առջև բոլորը հավասար չեն, ուրեմն արդարադատություն չկա, այդպիսի բան չկա եւ սա բոլորովին այլ բան է, ինչ տեղի է ունենում։ Իսկ այն, որ օրենքի առջև բոլորը հավասար չեն, ակնհայտ է, որովհետեւ նույն Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների վերաբերյալ խոսում է շատ մեղմ, խոսում է ինչ-որ անմեղության կանխավարկածից, իսկ փոխարենը մյուս դեպքերում գործում է բոլորին այլ սկզբունք, պարզ ասած նա հիշել է իրեն նվիրած այդ մուրճը, հիշում եք նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, եւ հիմա պարզապես այդ մուրճով հարվածում է բոլոր նրանց գլխին հարմար է գտնում հարվածել։ Այս իմաստով սա իսկապես քարոզչական հերթական ալիքներ, թե ինչու է դա իշխանություններին անհրաժեշտ, հասկանալի է։ Երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի քարոզչության ինքնա-PR-ի հիմնական մեխը այն էր, որ ես ժողովրդի ծոցից դուրս եկա, ձեզանից մեկն եմ, հետո ըստ երևույթի նրան զեկուցեցին, որ դա այլևս այնքան էլ լավ չի աշխատում, մարդիկ այնուամենայնիվ տեսնում են, որ այնքան էլ մեզանից մեկը չես, եւ նա սկսեց տեսախցիկների առջև, չգիտեմ, ձվածեղ սարքել, խոս խանձել, ավտոբուսով գնալ աշխատանքի, հեծանիվ քշել եւ այլն եւ այսպես շարունակ։ Եթե նկատել եք, էլ չի անում, որտեղ համարում է, որ այդ հարցը այդքանով լուծվեց, հիմա պետք է կենտրոնանալ ուրիշ բանի վրա։ Հիմա երևի եկել նրան զեկուցել են, որ ոնց որ թե այդ հատիկ քյաբաբ վերադարձնելուց են մարդիկ դժգոհ, ասում են, բա ինչ եղավ, ոնց որ թե այդ բոլոր մարդիկ ազատության մեջ են, վայելում են կյանքը, նա ըստ երևույթին հանձնարարել է պարզապես գնալ եւ մի քանի այդպիսի գործեր թարմացնել կամ վերաթարմացնել, կարծես թե առաջ չգիտեր, միայն հիմա հիշեցին այդ մասին։ Ընդ որում ինչքան ընտրությունները մոտենան, այնքան նման շոուները, նման PR ակցիաները շատանալու են, ավելի հաճախ են դառնալու եւ կարծում եմ, որ որպեսզի դա շատ ակնհայտ չլինի, որ դա PR ակցիա է, մեծ հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը նաեւ իր մի քանի թիմակիցներին փուռը կտա, հայերեն ասած, նրանց նկատմամբ էլ այդպիսի աղմկահարույց քրեական գործեր կհարուցեն։ Անձամբ ես չեմ կասկածում, որ ինչ որ բահի իրավապահ մարմինները Տիգրան Ավինյանի խափանման միջոցը նույնպես կքննարկեն օպելների ձայնային ազդանշանների ներքո։ Ինչևէ, այսպիսի բաներ մենք դեռ շատ ենք տեսնելու, բայց կոնկրետ այս վերջին օրերի այդ PR-ի առանձնահատկություններից մեկը այն էր, որ հիմնականում այդ գործերի թարմացումները կամ նոր մեղադրանքների թարմացումները կապված էին ՀՀԿ-ի հետ։ Խորհրդային Միությունում կար չէ, այդպես ասենք 5-7-ին ձգան օր է, հիմա այդ օրը երևի իրավապահ համակարգում ՀՀԿ-ի օրեր նրանք այդ գզրոցն էին բացել այնտեղ, կամ ուղղակի այդպիսի հրահանգ էին ստացել, որովհետև եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանքը, եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելը, եւ Սերժ Սարգսյանի փեսայի վերաբերյալ այդ ամեն ինչը, եւ անգամ այն, որ Արթուր Վանեցյանի թիկնապահներին ձերբակալեցին, սրանք բոլորը այդ նույն ՀՀԿ-ի դարակի մեջ էին։ Ընդ որում այստեղ հանրային կարծիքը կարծես թե բաժանվել է երկու մասի, թե ինչու է դա այդպես արվում։ Մի տեսակետը այն է, որ դե հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական հենարանը, որովհետև հենց նրան որպես հիմնական ընդդիմադիր ներկայացնելով է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է վերարտադրվել։ Եվ ահա վերջին շրջանում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև այդպես թունդ լեզվակռիվ էր,
ընթանում բարդ պայքար եւ ելով պիտի Ռոբերտ Քոչարյանին այդ իրավիճակում պաշտպաներ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, եւ հա նա օգնության է հասել եւ միանգամից նրա իրավապահ համակարգը հարձակում է, հարվածում է Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, այսինքն ոնց է համարձակվում իմ քաղաքական հենարանի նկատմամբ այդպիսի ձգու խոսքեր ասել, դե հիմա հարվածը հիմա դու տեսա։ Կա նաև մյուս տեսակետը, որ հակառակը Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների նկատմամբ այսպիսի քրեական գործեր հարուցելով իշխանությունները փոքր-ինչ բարձրացնում են նրանց վարկանիշը, փորձում են բարձրացնել, եւ որովհետեւ իսկապես էլ Հայաստանի իրավապահ համակարգը այնքան վարկաբեկված է, որ քաղաքական առումով նման քրեական գործեր հարուցելը կամ թարմացնելը կբարձրացնի այդ քաղաքական ուժի վարկանիշը։ Ամեն դեպքում ուշադրություն դարձրեք, որ այս երկու տեսակետներն էլ թեև տրամագծորեն տարբեր են, բայց նույն ընդհանրությունն ունեն։ Երկու դեպքում էլ ընդունվում է գիտություն, որ այս ամենը ընդհանրապես արդարադատության հետ կապ չունի եւ PR է իրականացվում, սա PR նպատակներով է արվում։ Այդ PR-ն էլ անում է ոչ միայն իրավապահ համակարգ, ընդհանրապես պետական կառավարման համակարգի հիմնական գործառույթը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացումն էր, այս առումով օրինակ իրավապահ համակարգը շատ չի տարբերվում, այսպես ասենք, այն տեղեկատվության ինչ, մի խոսքով ֆեյքերի պոակի գործունեությունից։ Երկուսն էլ ֆինանսավորվում են նույն տեղից, պետական բյուջեից, հրահանգավորվում են նույն կենտրոնից, իրականացնում են նույն գործառույթը, հետապնդում են նույն նպատակը, բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, պարզապես աշխատանքի բաժանումը տեղի ունեցել, մեթոդները տարբեր են։ Մի մասը ուղղակի այդպես սոցկայքելով լրատվամիջոցներով աշխատում, մյուս մասը իրավապահ համակարգով քրեական գործեր հարուցելով։ Եվ այս ամենը մենք ավելի ու ավելի ինտենսիվորեն ենք այս ամենին ականատես լինելու, որովհետև ընտրությունները մոտենում են եւ խոսքը Գյումրիի ընտրությունների մասին չէ իմիջիայլոց, որովհետև դա այնքան կարևոր չի, շատ ավելի կարևոր են համապետական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու կամ եկող տարի կամ գուցե նույնիսկ փոքր-ինչ ավելի վաղ, եթե դա արտահերթ լինի, եթե իշխանությունները համարեն, որ արտահերթը իրենց ավելի ձեռնտու է։ Իդեպ այդ արտահերթ ընտրությունների մասին վերջին սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, որ լայնորեն ներկայացվեց լրատվամիջոցներում, դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այսօր իրավիճակը շատ նման է 2021 թվականի նախընտրական իրավիճակին։ Թվերը կարող է գուցե տարբեր լինեն, բայց ուշադրություն դարձրեք իմ կարծիքով այդ հարցումների ամենաառանցքային, ամենաէական, ամենակարևոր թվին։ Ես երկու հանգամանք կներկայացնեմ։ Նախ ուղիղ 72% հարցվողների կամ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին ընդհանրապես, կամ դեռևս չի կողմնորոշվել, կամ հրաժարվում է պատասխանել որևէ հարցի, կամ ասում է, որ ինքը գնալու է, փչացնելու է քվեաթերթիկը, կամ բոլորին դեմ է քվեարկելու։ Այսինքն 72%-ը չկողմնորոշված է։ Կողմնորոշված է ընդամենը 28%-ը, եւ այդ 28-ի մեջ 11.8%-ը իշխանությունների վարկանիշն է։ ԿՊ-ի վարկանիշն է, կամ ավելի պարզ ասած Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է։ Այսինքն, եթե ընտրություններին մասնակցեն միայն այդ կողմնորոշված 28%-ը, ապա ԿՊ-ն կունենա մոտ 40% ձայն, նույնիսկ ավելի 41% ձայն։ Բայց խնդիրը սա չէ, ուշադրություն դարձրեք, որ հարաբերակցությունը տոկոսային Նիկոլ Փաշինյանի եւ երկրորդ տեղով գնացող ուժի միջև տարբերությունը ուղիղ 2.5 անգամ է ըստ վերջին հարցումների։ ԿՊ-ն 2.5 անգամ ավելի շատ վարկանիշ ունի կողմնորոշվածների մեջ, քան երկրորդ տեղը զբաղեցրածը։ Սա ճիշտ եւ ճիշտ այն ուժերի արդյունքն է, որը արձանագրվեց 21 թվականի հունիսի 20-ի ընտրություններում, երբ ԿՊ-ն ուղիղ 2.5 անգամ ավելի շատ ձայն ստացավ, քան Հայաստան դաշինք։ Այսինքն այն ինչ տեղի ունեցել դրանից հետո Արցախի կորուստ, Հայաստանի այսօրվա վիճակ եւ այլ ուժերի հարաբերակցության վրա չի փոխվել, չի ազդել։ Բայց հիշում եք, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս մինչև վարչապետ դառնալ ակտիվ փուլում ասում էր
իշխանությունը փողոցում գցած է։ Այ հիմա այդ 72%-ը փողոցում գցած է։ Այսինքն իշխանությունը, որովհետև որևէ ուժ, որ ունենա 70%, բնականաբար անխոչնդոտ առանց պրոբլեմի կվերցնի իշխանությունը։ Այդ 72%-ը փողոցում գցած է։ Այսինքն իշխանությունը փողոցում գցած է։ Եվ շատ կարևոր է, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 21 թվականի ընտրությունների արդյունքում, որովհետև փողոցում գցված իշխանությունը, որ Նիկոլ Փաշինյանը անկախ իրենից էր գցել, ինքը կարողացավ ետ վերցնել։ Այսօր այսքանը, կհանդիպենք առայժմ։